Հավատքը Աստծո խոսքը ասում է առաջանում է լսելուց։ Այսինքն ինչպես է այն ոչ թե ժամանակի ընթացքում է հավատքը առաջանում, ոչ թե ինչ որ բաների պատճառով է հավատքը առաջանում մարդու մեջ, այլ հավատքը առաջանում է Աստծո խոսքը լսելուց։ Ինչի համար եմ ես գալիս եկեղեցի։ Ինչի համար եմ ես շփվում հոգևորներից, ինչի համար եմ ես վկայություններ լսում։ Ես իմ համար ասեմ, որովհետև երբ որ ես այնպես եմ անում, որ լսեմ հոգևոր բաներ, ես պիտի դրա մեջ իմ մասն ու բաժին ունենամ, որովհետև եթե ես չզբաղվեմ ինձանով, իմ մեջ հավատք չի առաջանա։ Եթե ես չտանեմ Աստծո խոսքը լսելու, եթե ես չկարդամ Աստծո խոսքը, ես չլսեմ հոգևոր ճիշտ խոսքեր, դրանք իմ մեջ հավատք չի առաջացնի։ Էսա պատճառը, որ մարդը մեկ ամիս պաշտամունքի չի գալի, մեկը այնպես է սառում, ասում է տենաս չեմ սենց սառը, բայց ես սենց էի հավատում ասում։ Որտեղ հավատքը առաջանում է պարզապես լսելուց եւ լսել Աստծո խոսքից։ Ինչի է շեշտում լսել Աստծո խոսքից, որովհետեւ մարդը ինչ է լսի, կարա իր մեջ հավատք առաջանա։ Բայց երբ որ մարդը լսում է Աստծո խոսքը, հենց դա էլ իր մեջ հավատք է առաջացնում սիրել։ Սխալ բաներ լսեցիր, սխալ բաների հետևանք եւ արդյունք ունի։ Այսինքն սա զուտ շեշտում եմ նրա հետ կապված, որ երբ որ մարդը գալիս է պաշտամունքի, հենց սա էլ պատճառը, ես ինձ բերում եմ որ ես լսեմ Աստծո խոսքը։ Ուզում եմ խոսել սիրներ, հաջորդ բան ուզում եմ խոսել, ինչն է հիմնականում մարդու համար առաջի, կարծես հիմնախնդիրը մարդու կյանքի համար, հաջողության ոլորտում, հոգևոր կյանքում, որն է մարդու համար հիմնական խնդիրը, կամ մեկ ուրիշ լեզվով ասած, երբ որ մարդը ասում է ես ինքս չգիտեմ։ Հիմնական խնդիրը ձախողման պատճառը ինձ լսում եք թե չէ։ Մարդու սեփական սիրտն է։ Սիրտը մարդուն ամենաշատը վնաս հասցնողն է, ամենաշատ խնդիր առաջացնողը մարդու կյանքի մեջ սիրտն է։ Քեզ ոչ մեկ այդքան չի վնասել, խանգարել, դժվարություն առաջացրել, ինչքան քո սիրտը։ Սիրտը ամեն ավելի խաբեբա է, կամակոր է, այնով կարող է հասկանալ։ Սիրելիներ, սրտի հետ կապված մի քանի կարևոր բան հիշեցում անեմ։ Ես սրտի մասին հաճախակ եմ խոսում, ուզում եմ հիշեցում անեմ։ Սիրտը մարդուն սեփականատիրոջն է խափում, սիրտը ամենաշատը ցավացնում է հենց այն մարդուն, ով որ այդ սիրտը կրում ասիներ։ Սրտի պես վտանգավոր խափեբա։ Գիտեք, մարդ կա խափեբա է, բայց վտանգավոր չի, դա անկապ սուտ բաներ է խոսում։ Բայց կա խափեբա, որը վնասող է, եւ դա հենց մարդու սիրտն է։ Գիտեք, մարդու մտքով էլ չի անցնում, երբ որ գալիս է տուն շատ ուրախ է, գիտեք ինչի համար է ուրախ, որովհետև ճանապարհին իր ծանոթի հետ կապված մի բանը լսել եւ մի սխալ բան, վատ բանը լսել, ուրախացել է, ինքն է չգիտի խա տրամադրությունը բարձրացել։ Գալիս է տուն մարդը ու շատ տխուր է, ու շատ նեղված է, անտրամադիր է, ինքն է չգիտի ինչի է նեղված, որովհետև ճանապարհին մեկի հագը լավ շոր է տեսել, դա իր վրա ազդել է։ Ու ինքն է չգիտի ինչի է տխուր։ Սիրտը այնքան շատ ացյուն է թողում մարդու վրա, գիտեք մարդը օրվա մեջ, շաբաթվա մեջ, ամսվա մեջ լիքը բաներ է անում սրտի դրդապատճառով եւ սխալ բաներ է անում, սխալ քայլեր է գնում, մտքով էլ չի անցնում, որ դա սիրտն է, ապրեսով ջան։ Սիրտը այնքան կարա մարդուն վնասի, ձեզ ասել եմ կրկնեմ, հարցնում են հոգևոր հաղթանակած մարդկանց, ինչն է գաղտնիքը ձեր հաջողվելու, շատ աղոթելը, ասում են ինձանից ավելի շատ աղոթող կան մեր եկեղեցում, գիր կարդալն է եղել, որ դու շատ ես ուսումնասիրել Աստծո խոսքը, դա է պատճառը, որ դու հաղթական քրիստոնյա ես, ինչն է, ասում են մեր եկեղեցում կան մարդիկ, որ ավելի լավ գիտեն Աստծո խոսքը, քան ձեզ, ասում են ինչն է հաջողության գաղտնիքը, սա ուսումնասիրություններ է հոգևոր մարդկանցից, եւ գիտեք ինչ եզրահանգման են եկել, սիրտը ամենակարևորը մարդու կյանքի համար դա սիրտն է, ճիշտ մտածողությունը եւ ճիշտ սիրտն ու ճիշտ վերաբերմունքը։ Դավիթը միշտ աղոթում էր, Տեր, իմ մեջ մաքուր սիրտ ստեղծիր։ Սիրելի երիտասարդներ, մենք մեր սրտին պետք է ուշադրություն դարձնենք, Տեր, իմ սիրտը մաքրի, Տեր, իմ սիրտը օգնիր, իմ սրտի դրդապատճառները, իմ սրտի մոտիվացիաները մաքրի, ես ինչի եմ դա անում, ես ինչի եմ այս քայլին գնում, թող մեր սիրտը, գիտեք ինչ, եթե մենք մեր սրտին չհասկանանք, մենք դրա ձեռը շատ ենք վնասվելու մեր սրտի ձեռքը։ Դուք տեսել եք երբևիցե նախանձ մարդ։ Այո։
Դու գիտեք, որ բոլոր մարդիկ նախանձ են։ Ես ես մի անգամ խոսամ մարդու մեջ բնականա նախանձ լինելը։ Եթե մարդը չբացահայտի իր մեջ, դրան չի կարողանա կանխի։ Սիրտը, եթե մենք մեր սիրտը չհասկանանք, ինքը անընդհատ մեզ վնասելու է, անընդհատ մեր տրամադրությունը գցելու, հիասթափեցնելու է, խեղճացնելու է, թուլացնելու է, բայց մեր մտքով չի անցնելու, ինչի համար։ Այսինքն կարողացար սիրտդ բացահայտել եւ աղոթել սրտի համար, այնքան ավելի օգուտ է լինելու քեզ։